դա բալկեկն է, սա փտած են, արդեն իրանց ֆունկցիաները ստոյկեկն են պայողը։ Տիգրան Մեծի ութային շենքերից մեկն է, որի տանիքը հունիսին տեղացած կարկուտների չէ, որ հասել է այս վիճակին։ Ծակ-ծակ թիթեղները տարիներով պահում են շենքը։ Գյումրիի բնակ ֆոնդը ուսումնասիրել է քաղաքապետարանը ու առանձնացրել վերանորոգման ենթակա տանիքներով շենքերը։ 30-ականներին կառուցված Տիգրան Մեծի 8 բնակելիի վերևի հարկերի բնակիչները տեղումների ժամանակ ամեն ինչ անում են, որ ջրերը չհասնեն ներքևի հարևաններին։ Ամանների մեջը շուշուտ կթափեն, կո չելնի թափի։ Այս ամանները ես եմ ընթացքում հավաք է տարել եմ, որովհետև ընթացքում շատացել է կատոսներ, ժեշտերը քայքայվելուց հետո։ Մեծամասնությունը ավերված է։ Փողոցից էլ որ նայեք կտեսնիք, որ այդ տանիքը տանիք չէ։ Կեսը թիթեղ է, ես գիտեմ, շենքի կառուցման օրվանից ոչ մի տանիք չի ներկվել, ոչ մի տանիք չի փոխվել։ Բնակ ֆոնդի վիճակը ուսումնասիրելուց հետո տանիքների հրատապ վերանորոգման ընտրյալ շենքերի ցանկում են հայտնվել 14-ը։ Դրանք կարկուտից տուժած չեն, բայց վնասվածության աստիճանով էլ պակաս չեն։ Նախագծողին տեղ առաջադրանքով ներկայացվել է պայման, որպեսզի նոր կդուր կազմակերպվի, կառուցվի նոր կդուր, այսինքն հինը լրիվությամբ հանվում է եւ առավել 14 վնասված կդուրները լրիվությամբ պետք է փոխվեն։ Քաղաքային բյուջեի միջոցներն են ծախսվելու տանիքների վերանորոգման ծրագրով։ Քաղաքաշինության պատասխանատուն ժամկետ է նշում, որ մինչև օգոստոսի 15-ը պատրաստ են լինելու յուրաքանչյուր շենքի համար մշակվող նախագծերը։ Հույս ունի, որ մինչև աշուն քաղաքապետարանը մրցույթով հաղթող շինկազմակերպություն կգտնի։ Ծախսերի հստակ հաշվարկ եւս չունեն, պատասխանատուն ասում է, որ քաղաքային բյուջեի հատկացումների չափը հայտնի կդառնա նախագծային փաստաթղթերը կազմելուց եւ շինմրցույթի արդյունքներից հետո։ Անձրևը կուկա նույն րոպեին ճնշումս կբարձրանա, որտեղ գիտեմ, որ նույն վիճակը նույն լիճը կոյանա։ Անի թաղամասի շենքերից մեկի բնակիչն է, բնակելիի տանիքը վերանորոգվողների ցանկում չէ։ Հունիսի 19-ի խոշոր կարկուտից ու ուժեղ քամուց է վնասվել տանիքը։ 34 շենքի վերջին 4-րդ հարկում է ապրում։ Թիթեղից տանիքը քամին է պոկել, ձեղնահարկի իր բնակարանը բաց երկնքի տակ է արդեն 2 ամիս։ Երկու ամիսի արդեն ես պատանները կբաց թոնամ ու խոնավությունը դուրս կա, բայց մինչև երբ աղջիկյան, ինձ և անձրևը կլծված տունը չեր կատա, կչրար ինքը։ Մենակ է ապրում, շենքի ձեղնահարկում օգնող չունի, տանիքի վերանորոգման հարցով ամեն օր համատիրության դռներն է թակում։ Բարեկամություն համատիրության սպասարկման տիրույթում գտնվող 55 շենքերից 35-ը վատ վիճակում են։ Բնակիչները գույքահարկ են մուծում, վարձավճար են տալիս, բայց հավաքած գումարները միշտ համատիրություններին չի հերիքում վերանորոգումներ անել շենքերում։ Մեծ աշխատանքներ չեն կարող կատարել, որովհետև 2010 թվականից ինչ սկսած 10 դրամ քառակուսի մետրը մեր մոտ չի ավելացել, մինչև օրս։ Ամեն ինչ թանկացել է, շինարարական նյութ, ամեն ինչ, բայց պարտադիր նորմերի վարձավճարը չի ավելացել արժեքը։ Իսկ թե ինչ են անում մեկ քառակուսի մետրը 10 դրամ հաշվարկով վճարած գումարները Կարին համատիրության նախագահն է ցույց տալիս։ Կատոց կար բնակիչների բողոքից, այդ սև կպչուն ժաբավեններով փագել եմ անցքերը, բայց անցքերն այնքան մեծ են, որ այդ սկոչը պահվում է ժամանակավոր։ Մի շաբաթ, 2 ամիս, 3, բայց հետագայում այդ սկոչը խնդիր կունենանք մենք հետագայում, ամբողջ կրիշի հետ կապված։ Կպչուն ժապավենները թե ինչ օգուտ են տալու կարկուտների եւ անձրևների ժամանակ բնակիչների պատեր ու առաստաղներն են ապացույց։ Հունիսի 19-ի կարկուտից անի եւ մուշ թաղամասերի շենքերի մեծ մասն է տուժել։ Կարին համատիրության նախագահը գույքագրել է, որ իր սպասարկած շենքերից ամենաքիչը 8-ի տանիքները հիմնովին վերանորոգման ենթակա են։ Համատիրությունները 3-րդ տարին է հրատապ խնդիրների լուծման համար քաղաքապետարանից դոտացիա չեն ստանում, նշելով, թե թիմից մեկ էլ հունիսյան տեղումներից հետո են համատիրություններին հիշել։ Մարինե Տերբինյան, Արարատ Սատուրյան, Հորիզոն։